Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը տարածված հիվանդություն է։ Այն դրսևորվում է դեռահասության ժամանակ եւ չբուժվելու դեպքում կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Ավելի շատ դեմքի կոսմետիկ ախտանիշներն են բերում հիվանդներին մեր մոտ, կոպիտ ասած, մազակալում, արական տիպի, կզակի հատվածում, փորի հատվածում, մեջքին։ Միֆ չէ, որ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ունեցողների մոտ անպտուղության վտանգը մեծանում է։ Միֆ չէ, այո, պոլիկիստոզով այն աղջիկները եւ կանայք, ովքեր պլանավորում են հղիություն, կարող են դիտվել գեստացիոն շաքարային դիաբետ, որը հենց առաջանում է հղիության ժամանակ։ Դեմքի անցանկալի մազակալումից ազատվելու համար շատ աղջիկներ առանց հորմոնալ ստուգումներ անցնելու, անալիզներ հանձնելու, պարզապես դիմում են տարբեր պրոցեդուրաների։ Ամենավտանգավորը ո՞րն է բժշկուհի։ Ամենավտանգավորը, որ առանց հասկանալու այդ մազակալման պատճառը, միանգամից գնում են եւ կատարում են լազերային ապարատային մազահեռացում, որը ել ավելի է վատացնում իրենց մաշկի վիճակը եւ ակնեն է գրգռում եւ մազերն էլ ավելի արտահայտիչ են դառնում։ Միֆ է, որ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը բուժվում է միայն հորմոնալ դեղերով։ Այո, միֆ է։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը տարածված հիվանդություն է։ Այն դրսևորվում է դեռահասության ժամանակ եւ չբուժվելու դեպքում կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Ուրեմն, ինչ պետք է իմանալ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի մասին, ինչից զգուշանալ, ախտանշաններ եւ բուժում։ Կզրուցենք էնդոկրինոլոգ Արմինե Աղաջանյանի հետ։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Ինչ է իրենց ներկայացնում պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, ինչու է այն այսքան տարածված։ Պոլիկիստոզ ձվարանային համախտանիշը դա քրոնիկական բազմագործոնային հիվանդություն է, որը բերում է անօվուլատոր դաշտանային ցիկլի կամ դաշտանային ցիկլի բացակայության։ Ինքը բազմագործոն հիվանդություն է եւ հանդիպում են հիմնական 10-ից 1-ի մոտ ներկայումս հանդիպում ենք առնչվում ենք այդ խնդրի հետ։ Հիմնականում դեռահասներն են բախվում այս խնդրի հետ։ Եվ դեռահասները եւ արդեն հասուն տարիքում եւ հղիանալու հետ կապված դժվարությունների ժամանակ։ Ինչ ախտանշաններով է այն դրսևորվում։ Ավելի շատ դեմքի կոսմետիկ ախտանիշներն են բերում հիվանդներին մեր մոտ, կոպիտ ասած, մազակալում, արական տիպի, կզակի հատվածում, փորի հատվածում, մեջքին, եթե ինսուլինառեզիստենտականությունը, նաեւ սև բծերի արկայությունը պարանոցին, թևատակերին, դաշտանային ցիկլի բացակայություն կամ անկանոն դաշտանային ցիկլ, այսինքն լինում է, որ 2 ամիսը կամ 6 ամիսը մեկ են ունենում ցիկլ, հիմնականում այդ է եւ եթե հղիանալու հետ կապված խնդիրներ է լինում, նաեւ անպտղություն։ Ինչին ուշադրություն դարձնել։ Եթե գանք դեռահասության տարիքից, հա, հիմնականում հենց այս տարիքում էլ դրսևորվում է, մայրիկները, ծնողները պետք է ավելի ուշադիր լինեն։ Առաջնարդ պետք է ուշադրություն դարձնել դեմքին, մազակալում ունի թե չէ, եթե ունի, արդյոք ճշտել են հորմոնալ գենեզը թե ոչ։ Այո, ինչու, որովհետև հայերս մտածում ենք, որ դա հայի գենը այդպես է, չէ՞։ Եվ գնում են մազոտ, սև գույնով, հիմնականում մաշկը մուգ է, հենց սրանով էլ պայմանավորված հաճախ դիմում են կոսմետիկ միջամտությունների, որը ավելի է բարդացնում վիճակը։ Ակնե է լինում, մազաթափություն է լինում եւ չենք մոռանում նաեւ խանգարված դաշտանային ցիկլի մասին նույնպես։ Հիմնականում տարին ունենում են 8 ցիկլից պակաս դաշտան եւ չմոռանանք նաեւ նշել, որ իրանց մոտ հիմնականում օրերը նույնպես երկար են, ցիկլը տևում է շատ երկար, 35-ից 40 օրը մեկ են դաշտան ունենում։ Սրան պետք է հատկապես ծնողները ուշադիր լինել, ինչու։ Միֆ չէ, որ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ունեցողների մոտ անպտուղության վտանգը մեծանում է։ Միֆ չէ, այո, պոլիկիստոզ ձվարանային համախտանիշով մարդկանց մոտ անպտղություն հաճախակի է դիտվում 10-ից 4-ի մոտ պատճառը հենց պոլիկիստոզ ձվարանային համախտանիշն է անպտղության։ Սակայն միֆ չէ, որ պոլիկիստոզ ունեցող մարդը կարող է նաև հղիանալ։ Միֆ չէ, պոլիկիստոզ ունեցող մարդը կարող է հղիանալ, եթե գտնվում է հիվանդության վերահսկելի փուլում։ Այսինքն կարող են լինել նաև ռիսկեր։ Այո, կարող են նաև լինել ռիսկեր վիժման, ինչպես նաև անպտղության։ Այս դեպքում ինչ է պետք անել։ Հիմնականում ասում են չբուժված պոլիկիստոզը առողջական խնդիրների լուրջ պատճառ կարող է հանդիսանալ։
Այո, 40-ից բարձր կանանց մոտ չբուժված պոլիկիստոզով կարող է դիտվել շաքարային դիաբետ, իսկ պոլիկիստոզով այն աղջիկները եւ կանայք, ովքեր պլանավորում են հղիություն, կարող է դիտվել գեստացիոն շաքարային դիաբետ, որը հենց առաջանում է հղիության ժամանակ։ Սիրտանոթային համակարգի մասին չենք մոռանում, ալի սիրտանոթային համակարգի բարդություններ կարող է իրանց մոտ դիտվել, վանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, պետք է ինքը քրոնիկական հիվանդություն է եւ պետք է անընդմեջ անդադար իրան վերահսկել եւ չհոգնել, որովհետեւ լինում են դեպքեր, երբ որ մարդիկ ոնց որ ինչ որ կուրս բուժում են անում եւ արդեն ասում են, ուրեմն վերջացավ, այլ խնդիր չենք ունենա, բայց հենց բուժումը ինչ որ ժամանակ թողնում են, նորից նույն կլինիկական դրսևորումներն արտահայտվում են։ Պետք է դիմել բժշկի, ինչպես եք դուք ախտորոշում պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը։ Ախտորոշում ենք լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների օգնությամբ եւ չենք մոռանում նաեւ կլինիկայի մասին, ուլտրաձայնային հետազոտություն փոքր կոնքի, որը ցույց է տալիս ձվարանների կիստոզ փոփոխություն եւ հորմոնալ հետազոտությունները նույնպես խոսում են պոլիկիստոզի մասին։ Մենք նշեցինք, որ դեմքի անցանկալի մազակալումից ազատվելու համար շատ աղջիկներ առանց հորմոնալ ստուգումներ անցնելու, անալիզներ հանձնելու, պարզապես դիմում են տարբեր պրոցեդուրաների, ամենավտանգավորը որն է բժշկուհի։ Այսօր շատ ենք առնչվում այդ խնդրի հետ, ամենավտանգավորը, որ առանց հասկանալու այդ մազակալման պատճառը, միանգամից գնում են եւ կատարում են լազերային ապարատային մազահեռացում, որը ել ավելի է վատացնում իրենց մաշկի վիճակը եւ ակնեն գրգռում եւ մազերն էլ ավելի արտահայտիչ են դառնում։ Պոլիկիստոզ ձվարանային համախտանիշով կանանց եւ աղջիկներին ցուցված է միայն ասեղային մազահեռացման եղանակը։ Այն էլ պոլիկիստոզը բուժելուց հետո։ Այո, պոլիկիստոզը բուժելուց հետո, որովհետեւ եթե չբուժվի, անիմաստ պրոցեդուրա է դա դառնալու։ Կրկնվելու է, այնպես որ մինչև շտապելու կոսմետոլոգիական տարբեր կլինիկաներ, առաջինն այցելեք բժշկի, էնդոկրինոլոգն է մասնագետը։ Հիմնականում պետք է զբաղվեն եւ էնդոկրինոլոգը, եւ գինեկոլոգը, եւ ռեպրոդուկտոլոգը, նայած թե պացիենտի բուժումը որ փուլում է եւ ինչ է ուզում պացիենտը ստանալ արդյունքում։ Եթե հղիություն է, գինեկոլոգի հետ մեկտեղ, եթե չի ստացվում հղիություն, արդեն պետք է դիմել ռեպրոդուկտոլոգի։ Իսկ ինսուլինառեզիստենտականություն, հորմոնալ այդ դիսբալանսը արդեն իհարկե զբաղվում է էնդոկրինոլոգը։ Ուրեմն ասենք, ինչպես է բուժվում պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը ըստ տարիքային խմբերի։ Ըստ տարիքային խմբերի հորմոնալ թերապիա կարող է լինել, կարող է ուղղակի կենսակերպը փոփոխելով հասնենք դրական արդյունքների, այսինքն այդ սննդակարգին հետևելով, ակտիվ ապրելակերպ վարելով եւ կարող է լինել նաեւ վիրաբուժական, եթե երկար հորմոնալ թերապիայից հետո չի ստացվում օվուլյացիայի խթանումը, կատարում են ձվարանների դրելինգ վիրահատական միջամտությունը։ Իսկ ամենավերջում արդեն ռեպրոդուկտոլոգիան դիմում։ Այսինքն միֆ է, որ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը բուժվում է միայն հորմոնալ դեղերով։ Այո, միֆ է, որովհետև միայն նշեցի արդեն կենսակերպը փոխելով հնարավոր է արդեն բուժման դրական դինամիկա։ Կենսակերպը փոխելով ինչ նկատի ունենք։ Սննդակարգ ասելով նկատի ունեմ պետք է բացառել տրանսճարպերը, չենք մոռանում պարզածխաջերի սահմանափակման մասին, այդ հացաբուլկեղեն, քաղցր, որոնք որ բերում են ակնեի ավելի առաջացման եւ սրման, կալորիականությունն ենք սահմանափակում եւ ավելի շատ ենք շարժվում։ Թեկուզ քայլելը նույնպես շատ դրական ազդեցություն է թողնում այդ հիվանդներով կանանց եւ աղջիկների վրա։ Այո, որովհետև հիմնականում գերքաշ են ունենում պոլիկիստոզը։ Ինսուլինառեզիստենտականությունն է։ Ինսուլինառեզիստենտականությունը բերում է պոլիկիստոզի առաջացման եւ հակառակը։ Նույն պոլիկիստոզը կարող է հարուցել։ Այո, քանի որ ինսուլինառեզիստենտականությունը հիմնականում առաջանում է ժամանակ, երբ որ օրգանիզմում մի բան այն չէ,
կոպիտ ասած, իսկ պոլիկիստոզն արդեն իսկ ազդանշան է այդ ամեն ինչի եւ հակառակ ինսուլինառեզիստենտականություն նույնպես կարող է հանդիսանալ պատճառներից մեկը։ Ունենք նաև առանց ինսուլինառեզիստենտականությամբ պացիենտներ, ովքեր նիհար քաշի խնդիր չունեն, այլ գենետիկ կամ էնդոկրին խնդիրներ են այստեղ ավելի շատ։ Այսինքն ոչ միայն գերքաշ ունեցողների մոտ է դրսևորվում պոլիկիստոզը, այլ նաև նիհարների եւ ավելորդ քաշի հետ կապված խնդիր չունեցողների մոտ։ Իսկ ալկոհոլը, քանի որ օրգանիզմի համար առհասարակ թույն է համարվում, նաև նպաստում քաշի ավելացման, այստեղից էլ կապը պոլիկիստոզի հետ։ Ալկոհոլը նույնպես միֆ չէ, ալկոհոլը նույնպես վատացնում է այս հիվանդների վիճակը, քանի որ ինքը թույն է օրգանիզմի համար եւ չենք մոռանում նաեւ քաշի հետ կապված ճարպակալում, գիրություն, այդ նույնպես այդ ամեն ինչը բերում է այս հիվանդների վիճակի վատացման։ Պոլիկիստոզ ձվարների համախտանիշի դեպքում վիրահատություն երբ է ցուցված։ Վիրահատություն ցուցված է, եթե երկարատև հորմոնալ թերապիայից հետո չենք կարողանում խթանել օվուլյացիան։ Այդ ժամանակ կատարում են ձվարանի դրիլինգ կոչված միջամտությունը։ Բայց հազվադեպ ենք դիմում։ Հազվադեպ ենք դիմում, քանի որ ավելի շատ նախընտրում են դիմել ռեպրոդուկտոլոգի վիրահատության փոխարեն։ Եվ շատ հաճախ հենց ռեպրոդուկտոլոգը, էնդոկրինոլոգը օգնում են ազատվել այս խնդրից, եւ վերահսկելի դարձնել, այո։ Ինչու՞ չէ նաև հոգեբանը, որովհետև հոգեբանական լուրջ խնդիրներ ունենում աղջիկները պոլիկիստոզի ժամանակ պատկերացնում եք մազակալում, ակնե, մազաթափություն նույնպես այո բնորոշ է այս հիվանդությանը գլխի հատվածում։ Այո, եւ յուղոտ մաշկ են ունենում։ Ու այդ հատկապես դեռահասության շրջանում հոգեբանը մեծ դրական ազդեցություն է թողնում այս հիվանդների վրա։ Ուրեմն եւս մեկ անգամ ասենք, ինչին ուշադրություն դարձնեն դեռահասները, ծնողները եւ չանտեսեն այս հիվանդությունը, որովհետեւ այն շղթայական իր հետևից բերում է մի շարք այլ հիվանդությունների առաջացման, մենք նշեցինք շաքարային դիաբետի մասին, ճարպակալման մասին, անպտղության պատճառ կարող է հանդիսանալ, ինսուլինառեզիստենտականության հանգեցնել, շատ դեպքերում կարող է լինել թաքնված եւ այս ախտանշաններից մեկը միայն դրսևորվի այնպես որ լինենք ուշադիր։ Այո, պետք է ուշադիր լինել, այդ մազակալում, ակնե, մազաթափություն, դաշտանային ցիկլի բացակայություն կամ անկանոն դաշտանային ցիկլ, որ պետք է անցնել հետազոտություն եւ բարձել արդյոք դա հորմոնալ դիսբալանս է թե այլ խնդիր։ Բայց հեշտ է բուժել հիվանդությունը բժշկուհի։ Այդքան էլ հեշտ չէ, բայց ամենակարևորը որ ինքը վերահսկելի է եւ կարելի է խուսափել բոլոր բարդություններից։ Շնորհակալություն բժշկուհի կարևոր ինֆորմացիայի համար։ Մենք բացահայտեցինք եւ տեսանելի դարձրեցինք ախտանշանները պոլիկիստոզի ավելին բժշկի կաբինետում։ Ինչպես ասում են, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում, կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Հետևեք մեր թողարկումներին, տարբերեք միֆը, եղեք պաշտպանված։ Շնորհակալություն նաեւ Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Իսկ մենք կհանդիպենք